Իդեպ ազգային էլիտան շարունակեց իր գոյությունը հայոց եկեղեցու շրջանակներում եւ այդ Սարդարապատում հայոց կաթողիկոսի այդ ելույթը, որը ոգևորեց մարդկանց եւ այլն, էլիտայի այդ վերջին կարծես բռնկումներից մեկն էր, բայց 1918 թվականին ստեղծած մեր առաջին հանրապետությունը ցավոք իր բնույթով մի հատ բուրժուական պետություն էր, որտեղ ինստիտուցիոնալ հիշողությունը կտրված էր մեր ազգային էլիտայի հետ, որտեղ արդեն չկային ֆեոդալներ, նախարարներ, չկար հոգևոր դասի դերը մեծ չէր եւ այլն։ Եվ մենք փորձեցինք ստեղծել բուրժուական պետություն։ Եվ այստեղ մոտենում ենք Չարենցի հանրահայտ մազութի համով ֆենոմենին, երկիր նայիրի, հիշում եք։ Այսինքն Չարենցը դե պարզ է կոմունիստական ոգով տարված 20-30-ականներին գրեց իր երկիր նայիրին պետք է քննադատեր, արժեզրկեր Հայաստանի առաջին հանրապետություն եւ այլն, բայց երևույթը մազութ համով երևույթը հո եղել է այնտեղ Չարենցը դա օթից չվերցրել։ Խնդրեմ բարձրաբանեք ինչ նկատի։ Այսինքն մենք տեսնում ենք Այսինքն մենք տեղ տեսնում ենք դեպքերի պատահական բերումով հարստության տեր դարձած մի մարդու, որը ունի պատահական հատվածական պատկերացումներ ազգային շահերի եւ հետաքրքրությունների մասին, չի անցել ինստիտուցիոնալ հիշողության փոխանցման այդ շղթան, պայմանական Մամիկոնյաններն ենք վերստում 6-700 տարում առաջին Մամիկոնյան եւ 500 տարի Մամիկոնյան այդ ողջ ինստիտուցիոնալ փորձը Մամիկոնյանները ինքին մեջ վերցրել է։ Իսկ Մազութ Համոնով էր օթից ընկած պատական հաստատած